Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 10-ի առաջարկը Ադրբեջանը մերժում է, շարունակելով անդադար խոսել այսպես կոչված արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին։ Ադրբեջանական պետական ալիքները շարունակում են հայկական տարածքներն անվանել ադրբեջանցիների հայրենիք, իսկ Փաշինյանը Համբուրգում հավասարության նշան էր դրել Արցախ վերադարձի եւ արևմտյան Ադրբեջան վերադարձի միջև։ Դեռևս 15 տարի առաջ Ադրբեջանը նմանատիպ մի մոտեցում փորձեց ցուցաբերել, քանի որ կար Արցախի հայությունը, որոնք պայքարում իրենց ինքնիշխանության եւ ազատության համար, իրենք առաջ քաշեցին երկու համայնքների գաղափարը, որ Արցախում կա միջև այս դեպքերը ադրբեջանական համայնք եւ կա հայկական համայնք եւ պետք է բանակցությունները այնպես տանել, որ այդ հայկական համայնքը եւ ադրբեջանական համայնքը իրավունքների առումով հավասարեցվեն։ Հաջորդ փուլում, երբ որ մենք կորցրեցինք Արցախը, իրենք այս մոտեցումը փորձում են նորից կրկնել։ Արևմտյան Ադրբեջան ծրագրի շրջանակներում Ադրբեջանում շարունակվում են կազմակերպվել գիտաժողովներ, ցուցահանդեսներ եւ երիտասարդական ճամբարներ։ Այն ներկայացվում է որպես ադրբեջանցիների ազգային նպատակ։ Պատկերացնելու համար, թե որքան հետևողական է Ալիևն այս հարցում, բավական է ուսումնասիրել նրանց դասագրքերը, ուսումնական ծրագրերը եւ որպես արվեստ ու մշակույթ հրամցվող միջոցառումները։ Զրուցակցից հատկապես բարկացնում է հանգամանքը, որ ադրբեջանցիների նման ազգնի տարբերություն հայերի գործածում է ցանկացած առիթ ու մեր տարածքները ներկայացնում իրենց բանահյուսության մեջ։ Թույլ ղեկավարը ինքնին բերում է նոր պատերազմներ, նոր զիջումներ եւ իհարկե որևէ ձևով չի ներշնչում հույս ապագայի նկատմամբ։ Մեզ այս պարագայում եւ դիվանագիտական հարթակում եւ ինչու ոչ ռազմական գործերում ի նկատի ունեն պաշտպանության նախարարություն, ի նկատի ունեն բանակը եւ առհասարակ ներքին համերաշխություն հարկավոր է ուժեղ ղեկավար։ Բաքուն հղում է անում մի շարք միջազգային կոնվենցիաներին, որոնց միջոցով պատասխանատվության է կանչում Հայաստանին իբր իրենց տարածքները զավթելու համար։ Արևմտյան Ադրբեջան հակահայկական կառույցը ինքնին ունի բավական լուրջ արձանագրված հաջողություններ, մենք պետք է այս փաստի հետ հաշվի նստենք եւ բոլոր այն զարգացումները, որոնք կապված են խաղաղության գործընթացի հետ, անպայմանորեն պետք է նաեւ այստեղ դիտարկենք ադրբեջանցիների վերադարձը որպես արդեն իսկ առաջ քաշված կարևորագույն հանգամանք։ Կանխատեսվող վտանգը կանխելու միակ տարբերակը ճիշտ արտաքին դիվանագիտությունն են համարում մասնագետները։ Սա պարբերաբար կրկնվում է։ Հիշենք 20 թվականից հետո հարբեցող եւ ստախոս էր անվանել Ադրբեջանի նախագահ գործող վարչապետին, ելի պատասխան չկար։ Ընդհանրապես հայերին շներ էր անվանել, նույնպես պատասխան չկար։ Այսինքն սա ցույց է տալիս, որ գործող իշխանությունները վախեցած են ինչ-որ բանից, ոչ միայն քաղաքական առումով, այլ գուցե նաև իրենց վրա կոմպրոմատներ գոյություն ունեն, նաև գործող վարչապետի վրա։ Փորձագետներն ընդգծում են, որ Ադրբեջանը չի փակելու ճակերտավոր վերադարձի հարցը, եթե նույնիսկ հայկական կողմը մոռանա Արցախ վերադարձի մասին։ Այն դարձել է Ադրբեջանի գլխավոր նպատակը, կամ ինչպես իրենք են բնորոշում, ազգային երազանքը։ Սեդամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։